Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Սուրեն Պապիկյանն ու պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան փոխգործակցությանը, այդ թվում ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր։ Զինված ուժերի ԳՇՊետ Էդվարդ Ասրյանն էլ ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան գործակցության առնչվող հարցեր։ Կողմերը փոխանակվել են երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի միջև նոր գործակցության ձևաչափը սահմանող փաստաթղթով։ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Վագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ։ Ազգային ժողովի նիստը կրկին անցել է փոխադարձ սուր հայտարարությունների, մեղադրանքների ու հակադարձությունների ուղղությամբ։ Բանավեճը մի պահ հասել է նույնիսկ պոեզիայի եւ Ալֆրեդի սենյակի թեմային։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական եւ արտաքին քաղաքական թեմաների, ՀԱՊԿ-ի հետ ունեցած հարաբերությունների, ակնկալիքների եւ հետագա անելիքներին։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք։ Երաժշտություն, արվեստ, հայկական համեր, ստեղծարարություն եւ հազարավոր այցելուներ մեկ վայրում։ Դիլիջանում առաջին անգամ անցկացված Armatfest 2026-ը քաղաքը վերածել է ժամանակակից հայկական մշակույթի մեծ եւ գունեղ հարթակի։ Սուրեն Պապիկյանն ու պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան փոխգործակցությանը, այդ թվում ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր։ Հիշեցնենք, 3 օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգը։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի ԳՇՊետ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը այսօր ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Սինգին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան գործակցության առնչվող մի շարք հարցեր։ Նախկինում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում կողմերը փոխանակվել են երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի միջև նոր գործակցության ձևաչափը սահմանող փաստաթղթով։ Օգոստոսի 13-ին Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողի մահվան դեպքի արդիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 3-րդ կետերով։ Նա կալանավորվել է, նշել են քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին հրազենային վնասվածքով։ Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը Հայաստանի Հանրապետության նախագահ Վագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ։ Հիշեցնենք, որ օրերս Փաշինյանը պատասխանելով բանակում խաղաղ պայմաններում զոհերի մասին հարցին հայտարարել էր. «Ես որոշումը կայացրել եմ ռազմական ոստիկանությունում կունենանք փոփոխություններ, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություններ կունենանք եւ մանրամասն կվելուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս եւ հետեւությունների կգանք»։ Զսպեք ձեր միջի պոետներին, մեր մեջ հոգու եւ մարմնի բժիշկներ կան, զգույշ խոսեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ։ Ազգային ժողովի նիստը այսօր անցել է փոխադարձ սուր հայտարարությունների, մեղադրանքների ու հակադարձությունների ուղեկցությամբ։ Քննարկումների կենտրոնում էին հետցի շուրջ ստեղծված իրավիճակը, Ռոմանոս Պետրոսյանի գործունեությունը, իշխանության քաղաքականությունը, նաեւ Փաշինյանի ընտրած քաղաքացիների հասցեին հնչեցրած գնահատականները։ Բանավեճը մի պահ նույնիսկ հասել է պոեզիայի եւ Ալֆրեդի սենյակի թեմային։ Ուշագրավ մանրամասները տեսանյութում։ Ազգային ժողովի նիստն ավելի շատ հիշեցնում էր քաղաքական բանավեճի թե շարթակ, քան սովորական օրենսդրական քննարկում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության եւ Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորների միջև փոխադարձ մեղադրանքները մի քանի անգամ վերածվեցին սուր փոխհրաձգության։ Վեճի պատճառ դարձան նաեւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Քաղաքացիական պայմանագիրը ստացել էր ավելի քան 726,000 ձայն, ապահովելով խորհրդարանական մեծամասնություն։ Ուժեղ Հայաստանը նույնպես խորհրդարանում ներկայացված ուժերից է։ Անդիմադիր Ուժեղ Հայաստանի падգամավորների կողմից հնչած քննադատություններին արձագանքելով Վահագն Ալեքսանյանը հայտարարեց. «Պետք է զգույշ խոսել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, նկատի ունենալով Փաշինյանին ընտրած 100,000-ավոր քաղաքացիներին»։ Ուժեղ Հայաստանը այսպիսով պետք չէ արդեն առանձնացնել որևիցե մեկին, սա ակնհայտորեն կուսակցության ու դաշինքի դիրքորոշումն է, հարգելի գործընկերներ, փաստացի սրանով աննորմալ է անվանում Հայաստանի Հանրապետության 720,000-ից ավել քաղաքացու։ Այս մարդկանց դիրքորոշումը դա է, այս մարդկանց մոտեցումը դա է։
որ նորմալ մարդը ուղղակի չէր կարող չընտրել Սամվել Կարապետյանին։ Նորմալ մարդը պիտի ընտրեր Սամվել Կարապետյանին, իսկ ով էլ որ ընտրել է Նիկոլ Փաշինյանին, այսինքն այդ 720,000 մարդը աննորմալ են այս մարդկանց պատկերացնում։ Երբ որ քաղաքական ուժը առհասարակ մտածում է, որ ինքը կարա 730,000 հոգու աննորմալ անվանի, հարգելի գործընկերներ, թույլ տվեք պնդել, որ դա արդեն իսկ աննորմալ է։ Դուք այստեղ շատ լավ օրինակներ ունեք, օրինակ Հայաստանի Հանրապետության ժողովրդին ժեղ, օխլոս, նմանատիպ բաներ անվանած խմբակցության ներկայացուցիչների։ Ռուբեն Ռուբինյանի արձագանքը նույնքան կոշտ էր, խորհրդարանի նախագահողը մի քանի անգամ կոչ արեց զսպել պոետներին, ակնարկելով ընդդիմադիր պատգամավորների ելույթների ոճը։ Ազգային ժողովի նիստերը Ալֆրեդի սենյակի են վերածվում, հայտարարեց Ռուբինյանը, նշելով, որ իշխանական խմբակցությունում այլ մարմնի եւ հոգու բժիշկներ կան։ Ես կարծում եմ, ձեզ հարց տվող հարգարժան պատգամավորը պետք է առաջին հերթին զբաղվի իր ներկայացած խմբակցության տարատեսակ պոետներով եւ ճարտար լեզվի տիրապետողներով, որովհետեւ տրամաբանությունը հետեւյալն է. պոեզիան կամ ընդունելի է, որպես որևէ բան հասկացնելու միջոց, կամ ընդունելի չէ։ Եթե ընդունելի է, ուրեմն մեր հարգարժան գործընկերները, այդ թվում ձեզ հարց ուղղող գործընկերները պետք է պատրաստ լինեն, որ տարատեսակ պոետիկ անդրադարձներ կարող են լինել կամ պոետիկ մեջբերումներ կարող են լինել, որտեղ կարելի է կամ չի կարելի տեսնել համընկնումներ իրական կամ մտածածին կերպարների հետ։ Եթե ընդունելի չի, ես հորդորում եմ ձեզ հարց տված հարգարժան պատգամավորին, իր խմբակցության որոշ անդամներին, որոնք ամենևին բոքսի տանձիկ չեն, բացարձակ իրանք բոքսի տանձիկ չեն, եւ ես կհոգամ, որպեսզի բոքսի տանձիկի չվերածվեն ստեղ, հորդորեն, որ այդ պոետիկ իրանց զեղումները իրանց տանը գնան, բան անեն, պատմեն իրենց բարեկամներին։ Հեծի շուրջ վեճը եւս տեղափոխվեց քաղաքական դաշտ։ Վարդևանյանը պնդեց, որ Ռոմանոս Պետրոսյանը Սամվել Կարապետյանի միջոցներից է վարձատրվում, հարցնելով այդ դեպքում խնդիրը որն է։ Քաղաքացիական պայմանագրից էլ Նազելի Բաղդասարյանը հակադարձեց։ Ռոմանոս Պետրոսյանի բացահայտումները ընդդիմության համար դարձել են մղձավանջ եւ նրա անունը հիշատակելիս ընդդիմադիրները ջղաձգվում են։ Փաստորեն պարոն Պետրոսյանի անուն լսելը տարօրինակ ջղաձգումներ են առաջացնում ուժեղ Հայաստանում։ Հանդարտվեք։ Փաստորեն այն հանգամանքը, որ մենք խոսում ենք տարբեր հավելագրումների մասին, եւ դպրոցներ, մանկապարտեզներ, զորամաս, պարզվում է անգամ 102 ռազմաբազա, դուք ասում եք մենք կապ չունենք։ Այդտեղ գործել է պարոն Ղազարյան, հստակ համակարգ, որովհետև ինչպես գործընկերս ճիշտ նկատեց, չեն եղել բարձրաձայնումներ։ Տես մատնանշում եք, որ դուք Գյումրիում մեկ մանկապարտեզի հետ կապված խնդիր է եղել, դեպքին ծանոթ չեմ, բայց մենք չենք վարանել եւ այդ մասին խոսել ենք եւ այժմ քրեական գործընթաց է տեղի ունենում։ Իսկ ինչու դուք չեք խոսել։ Որովհետև տարիներ շարունակ Հայաստանում գործել է մի համակարգ։ Կներեք օտարահունչ բառի համար արենդատորների համակարգը, որոնք տարբեր ժամանակահատվածներում, հատկապես ընտրական գործընթացներում, ձեզ եւ ձեզ հարող քաղաքական ուժերին ծառայություն են մատուցել։ Վահագն Ալեքսանյանն էլ հիշեցրեց 2020 թվականի գրառում, որտեղ Սյուզաննա Ավետիսյանը հեծը բնորոշել էր որպես ամենավատ մոնոպոլ կազմակերպություն, այնուհետև ԽՊ խմբակցությունը Սիսակ Գաբրիելյանին առաջադրեց ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Գաբրիելյանը հայտարարեց, որ առաջադրումը ոչ միայն պատիվ է, այլև նախորդ 5 տարիների աշխատանքը գնահատելու եւ հաջորդ 5 տարիների համար պատասխանատվություն ստանձնելու հնարավորություն։ 2021 թվականին, երբ ստանձնում էի ես պաշտոնը, մենք մի իրավիճակում էինք, երբ երկիրը շուրջ 6 տարի չուներ կրթության զարգացման պետական ռազմավարություն։ Այսօր մենք ունենք մինչև 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագիր, մշակույթի եւ սպորտի ռազմավարություններ, ինչպես նաեւ մի շարք համակարգաստեղծ օրենքներ։ Ընդունվել են թանգարանների մասին, մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին, երիտասարդական քաղաքականության մասին օրենքը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ լրագրողների հետ զրույցում անդրադարձ է կատարել ներքաղաքական ու արտաքին քաղաքական թեմաների, ՀԱՊԿ-ի հետ ունեցած հարաբերությունների, ակնկալիքների եւ հետագա անելիքների մասին։ Վերջինս նշել է, որ ՀԱՊԿ-ը ժամանակին չի կատարել իր պարտականությունները եւ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է հարաբերությունները այդ կառույցի հետ։
Ըստ կանոնակարգ օրենքի ազգային ժողովի ձևավորելուց հետո 20-օրյա ժամկետում կառավարությունը ազգային ժողովում պետք է իր ծրագիրը ներկայացնի, սակայն քանի դեռ ամբողջությամբ չի ձևավորվել ազգային ժողովն իր բնական գործունեությունը ապահովելու համար, գուցե լինեն կառավարության ծրագրի ներկայացման օրերի որոշակի տեղաշարժեր։ Այս մասին ասաց ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը, ով սակայն նշեց, որ կդժվարանա որևէ հստակ օր նշել։ ԿՊ պատգամավորը խոսեց նաև վերջին շրջանում ՀԱՊ քննարկումների մասին։ Անդամ պետությունները վերջնաժամկետ են ներկայացրել, որպեսզի Հայաստանը իր որոշումը կայացնի։ Հակառակ դեպքում հնարավոր է նոյեմբերին կայանալիք նիստի ընթացքում Հայաստանին հեռացնեն եւ զրկեն ձայնի իրավունքից։ Ըստ Հովհաննիսյանի, Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր հարաբերությունները այդ կառույցի հետ, ինչը ունի իր հիմնարար պատճառները։ Մեր դիրքորոշումն հետեւյալն է, որ մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին պայմանավորված այն հանգամանքով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների վրա հարձակումը տեղի ունեցել եւ ՀԱՊԿ-ը գործնականում չի ճանաչել Հայաստանի Հանրապետության այն սահմանները, որոնցով Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է ՀԱՊԿ-ին։ Արթուր Հովհաննիսյանը ընդգծեց, որ ՀԱՊԿ կողմից վերջնաժամկետի ներկայացման որպես անդամ պետության ձայնի իրավունքից զրկելու ՀԱՊԿ հայտարարությունների մասին Հայաստանը կքննարկի եւ հավուր պատշաճի կարձագանքի այն ժամանակ, երբ կառույցը պաշտոնապես հանդես կգա նման հայտարարությամբ։ Հարցին թե արդյոք Հայաստանը այլ ռազմական կառույցների անդամակցելու տեսլական եւ մտադրություն ունի, Հովհաննիսյանը նշեց, որ այդ մասին երբևէ քննարկում տեղի չի ունեցել։ Ըստ նրա, ներկայումս Հայաստանը կենտրոնացած է իր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների վրա, իսկ անվտանգային առումով չնայած կնքված ռազմական եւ ռազմավարական պայմանագրերին, մեր երկիրը ձգտում է ունենալ սեփական ռազմաարդյունաբերությունը, որի ուղղությամբ էլ հսկայական քայլեր են կատարվում։ Հայաստանի Հանրապետությունն ամեն բան անում է, որ ուրեմն սեփական ռազմաարդյունաբերություն ունենա, ինքը իր սեփական ուժերով, ունենալով տարբեր ռազմավարական գործընկերության պայմանագրեր տարբեր երկրների հետ ապահովի իր ուրեմն անվտանգությունը եւ ուրեմն զարգացնի իր ռազմական ունակությունները, պաշտպանական ունակությունները։ Մենք պատկերացնում ենք Հայաստանը բազմավեկտոր հարաբերություններ ունենալիս, թե տնտեսական առումով, թե քաղաքական, թե ռազմական։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորը խոսեց նաև օրերս համացանցում օգտատերերի կողմից լայն տարածում գտած տեսանյութի մասին, որտեղ երևում էր, թե ինչ անմարդկային պայմաններում են ապրում Արմավիրի մարզի երկու քաղաքացի, որոնք գտնվում էին ֆիզիկական եւ հոգեբանական ծայրահեղ վիճակում։ Հովհաննիսյանը ընդգծեց, որ ցավոք երկրում դեռ հաղթահարված չի ծայրահեղ աղքատությունը, ըստ նրա թեև այն նվազել է, բայց կառավարությունը ամեն ջանք ներդնում է, որ այն դառնա զրոյական։ Ծայրահեղ աղքատության շեմն նվազել, պետք է ցավով արձանագրենք, որ այն ամբողջությամբ հաղթահարված չէ, բայց մեր ծրագրերն ուղղված են ուրեմն ծայրահեղ աղքատության շեմը զրոյացնելուն եւ աղքատության շեմը հնարավորինս նվազեցնելուն, եւ մենք այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք իրականացվում են։ Հերիք են այդ ծրագրերը, կարծում եմ ոչ, ելի պետքա ծրագրեր անեն, լավ են իրականացում այդ ծրագրերը, միշտ կարելի է ավելի լավ իրականացնել այդ ծրագրերը։ Լինելու են որևէ երկրում աղքատ մարդիկ, ցավոք միշտ լինելու են աղքատ մարդիկ, բայց մենք պետք է այնպես անենք, որ ծայրահեղ աղքատության շեմ Հայաստանի Հանրապետություն չլինի, Հայաստանի Հանրապետությունում չլինեն քաղաքացիներ, որոնք ունեն օրվա հացի խնդիր, բժշկական ծառայություններից օգտվելու խնդիր, կրթությունից օգտվելու խնդիր։ Արթուր Հովհաննիսյանը խոսեց նաև խորհրդարան մարկա լարվածության մթնոլորտի մասին։ Նրա պնդմամբ թեև աշխատանքները մինչ այժմ ընթանում են հանգիստ մթնոլորտում, սակայն կա լարվածություն ուժեղ Հայաստան խմբակցության որոշ падգամավորների ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած վիրավորական հայտարարություններից եւ վարքագծից հետո։ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Զուլֆուգարովը մեկնաբանել է Հայաստանում տվյալների կենտրոն ստեղծելու ծրագրերը, նշելով, որ այն կարող է դառնալ Միացյալ Նահանգների գլոբալ թվային ենթակառուցվածքի տարածաշրջանային տարր։ Ըստ նրա խոսքը պարզապես տվյալների պահպանման օբյեկտի մասին չէ, կենտրոնը կարող է օգտագործվել արհեստական բանականության համակարգերի եւ այլ ծրագրերի աշխատանքի համար։ Այս ծրագրերի կառավարումը, ինչպես նախկինում, իրականացվել է Միացյալ Նահանգներից։ Հայաստանը հանձն է առնում ապահովել էլեկտրաէներգիայի մատակարարումը եւ այլ տեխնիկական միջոցներ, որոնք ապահովում են դրանց գործունեությունը, նշել է Զուլֆուգարովը։ Նրա կարծիքով նման երկրների համար տվյալների կենտրոնները կարող են դառնալ էներգառեսուրսների արտահանման նոր ձև։
Վարչապետի Տիկին Աննա Հակոբյանը կրթվել է նորաձև է շարժման շրջանակում նոր տեսաուղերձով բարձրաձայնել է ընտանեկան բռնության խնդրի եւ հասարակությունում բռնության նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք ձևավորելու անհրաժեշտության մասին։ Հրապարակված կարճ տեսանյութը թեմայի շուրջ նախատեսվող ավելի լայն հաղորդակցական նախաձեռնության դեռ միայն առաջին հոլովակն է։ Առաջիկայում նույն թեմայով կհրապարակվի նաեւ տեսանյութերի շարք։ Տեսաշարի նպատակն է ոչ միայն խնդրի մասին խոսել, այլև դրա շուրջ ավելի լայն հանրային եւ մասնագիտական քննարկում ձևավորելը, նպաստելով բռնության նկատմամբ զրոյական հանդուրժողականության մշակույթի ձևավորմանը եւ ընտանեկան բռնության քրեականացմանը։ Նախաձեռնության հիմնական ուղերձն է բռնությունը չի կարող լինել սիրո, ընտանիքի կամ ուժի դրսևորում եւ այն չպետք է ընդունվի կամ արդարացի որևէ հանգամանքով։ Իսկ երկարաժամկետ նպատակը ընտանեկան բռնությունը առանձին հանցակազմով քրեականացնելու հարցը հանրային եւ մասնագիտական օրակարգ բերելն է։ Բռնությունը ծնվում է տգիտությունից։ Բռնությունն արատ է։ Այն թուլամորթության արդյունք է եւ ոչ երբեք ուժի։ Բռնությունն ու սերը չեն կարող նույն հարկի տակ ապրել կողք կողքի։ Եվ մեր ընտանիքները չեն կարող բռնության մշակույթի օրրան լինել։ Սիրելի կանայք, այլևս չենք հանդուրժում։ Շարունակում ենք թողարկումը երաժշտություն, արվեստ, հայկական համեր, ստեղծարարություն եւ հազարավոր այցելուներ մեկ վայրում։ Դիլիջանում առաջին անգամ անցկացված Armfat Fest 2026-ը քաղաքը վերածել է ժամանակակից հայկական մշակույթի մեծ եւ գունեղ հարթակի։ Green Rock-ի նախաձեռնությամբ կազմակերպված փառատոնը մեկ օրում միավորել է հայկական երաժշտության սիրահարներին, արվեստագետներին, տեղական բրենդերին եւ ընտանիքներին, ստեղծելով տոնական մթնոլորտ, որտեղ հայկական ավանդույթները հանդիպեցին ժամանակակից մշակույթին։ Դիլիջանը մեկ օրով դարձավ ժամանակակից հայկական մշակույթի մայրաքաղաք։ Green Rock-ի նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացվեց Armfat Fest 2026-ը մեկ վայրում համախմբելով երաժշտություն, արվեստ, հայկական բրենդներ, արհեստներ, գաստրոնոմիա եւ ժամանց։ Villa 3 Coworking Hub-ի հարևանությամբ համերգասրահի տարածքում օրվա ընթացքում տիրում էր տոնական ու ստեղծարար մթնոլորտ։ Այստեղ կարելի էր ոչ միայն լսել հայկական ժամանակակից երաժշտություն, այլև բացահայտել հայկական մշակույթի տարբեր դրսևորումները նոր ու ժամանակակից ձևաչափով։ Փառատոնի երաժշտական գլխավոր հարթակում ելույթ ունեցան Գարիկ Ընտսոնը, Լավելի եւ Միքայել Ոսկանյան and Friends խմբերը։ Նրանց կենթանի կատարումներին հաջորդեցին DJ սեթերը, որոնցում հայկական երաժշտական մոտիվները ստացան նոր ու ժամանակակից հնչողություն։ Դե իսկ այցելուների եւ մասնակիցների կատարմամբ հայկական ավանդական պարերն էլ ավելի զարդարեցին փառատոնը։ Բայց Armfat Fest-ը միայն երաժշտություն չէր։ Փառատոնի այցելուները մասնակցեցին հայկական ավանդական արհեստների վարպետության դասերի, ծանոթացան ձեռագործ արվեստի եւ ազգային զարդանախշերի ավանդույթներին։ Մարքեթ զոնում ներկայացված էին ժամանակակից հայկական դիզայներական ու ձեռագործ բրենդներ, իսկ ֆուդ կորտը հնարավորություն էր տալիս բացահայտելու հայկական խոհանոցի ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից համերը։ Արմատը դա մեր արմատներինն է, մոտեցում մեր արմատներին, բայց նորովի, որ երիտասարդները հասկանան արմատների դա մեր հիմքն է, դա մեր մշակույթն է, բայց նա կարող է լինել հետաքրքիր եւ ֆանտաստիկ, որը հիմա դուք տեսնում եք Դիլիջանում։ Մենք ունենք 1800 գրանցում, որոնք գրանցվել են տարբեր Հայաստանի բոլոր վայրերից եւ իհարկե մեր հյուրերը, զբոսաշրջիկները Ռուսաստանից, արտերկրներից, Եվրոպայից, որը ինքը հետաքրքիր ֆեստ է, որ մենք ուզում ենք սա ամենամյա լինի, ոչ միայն այս տարի։ Սա սկիզբն է, մենք փորձելու ենք անել ամեն ինչ, որ մյուս տարի ինքը լինի ավելի հետաքրքիր, ավելի մեծ, ավելի շքեղ, փորձել ենք հայկական արվեստը մշակույթը ցույց տանք այստեղ։ Իսկ ամենափոքր այցելուների համար գործում էր Kids Zone-ը հայկական խաղերով, ստեղծագործական ու ինտերակտիվ ծրագրերով։ Այսպիսով Armfat Fest-ը դարձավ իսկապես ընտանեկան փառատոն տարբեր սերունդների համար։ Այսօր մենք ներկայացրել ենք մի քանի վարպետաց դասեր, որոնք նաև թեմատիկ էին, այսինքն ազգային էին, մեծերի եւ փոքրերի համար։ Ներկայացրել ենք Որդան Կարմիրով վարպետաց դասեր մեծահասակների համար, տիկնիկագործություն մեծահասակների համար, իմիջիայլոց ազգային տիկնիկագործություն, որովհետև թե կտորի նախշը, թե պատմությունը, որ հաղորդում էինք բոլոր ներկաներին, ազգայինի մասին էր։ Եվ մանկական զոնայում ունեինք փայտե իրերի նկարազարդում եւ ապլիկացիաներ, որոնք էլի ազգայինի թեմային մեջ էին։ Շատ զարմացած ենք, որտեվ չէինք սպասում, որ ազգայինի թեման այսքան հետաքրքրում է մարդկանց։ Իհարկե շատ ուրախալի փաստ է,
Մենք 100-ից ավել մասնակից ունենք երկու տարբեր զոնաներում մեծերի եւ փոքրերի համար։ Հատկապես ուզում եմ ուշագրավել, որ Որդան Կարմիրով են հետաքրքրվողները, քանի որ թվում է թե տպավորություն է, որ Որդան Կարմիրը միայն գրքերից եւ ֆիլմերից ու պատմություններից պետք է մենք հիշեինք, բայց բոլոր ներկանների մեծ մասը ուղղակի փորձառությունը ունեցավ Որդան Կարմիրի։ Օրվա ընթացքում Դիլիջանը միավորեց հազարավոր մարդկանց, արվեստագետների, երաժիշտների, ստեղծագործողների, տեղական արտադրողների եւ պարզապես հայկական մշակույթը նորովի բացահայտելու ցանկություն ունեցող այցելուների։ Armat Fest 2026-ը դարձավ Green Rock-ի այն տեսլականի արտահայտությունը, որտեղ մշակույթը, զբոսաշրջությունը, ստեղծարարությունը, կրթությունն ու համայնքային կյանքը հանդիպում են մեկ միջավայրում։ Եվս մի քանի ամիս է, ինչ ապրում եմ Դիլիջանում։ Այստեղ հաճելի ու հարմարավետ պայմաններ են ստեղծված։ Վիլա 3 Community Hub-ում մարդիկ շատ հետաքրքիր են, խորքային ու վառ անհատականություններ։ Հրաշալի երեկոներ ենք անցկացնում, շփվելով եւ զրուցելով։ Ոմանք զբաղվում են բիզնեսով, ոմանք ՏՏ ոլորտով, իսկ մյուսները տարբեր այլ ուղղություններով։ Միշտ հետաքրքիր է միմյանց հետ մտքեր եւ փորձառություններ կիսելը։ Այստեղ նաեւ մշակութային փոխանակում է տեղի ունենում, իսկ հենց վիլան շատ հարմարավետ է։ Աշխատանքի համար անհրաժեշտ ամեն ինչ եւս առկա է։ Ամեն ինչ գեղեցիկ է, ոճային, ժամանակակից եւ շատ էսթետիկ։ Դե իսկ փառատոնն էլ հրաշալի է։ Ես վայելում եմ յուրաքանչյուր պահը։ Դիլիջանում առաջին անգամ անցկացված Armat Fest 2026-ը քաղաքը վերածեց ժամանակակից հայկական մշակույթի մեծ ու գունեղ հարթակի։ Ավելի քան 2000 այցելու ունեցող այս փառատոնը հավակնում է դառնալ ամենամյա։ Armat Fest-ն ավարտվեց, բայց թողեց գլխավոր ուղերձը։ Հայկական մշակույթը կարող է լինել միաժամանակ արմատավորված, ժամանակակից ու վառ, իսկ Դիլիջանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ կարող է դառնալ այդ մշակութային հանդիպումների կարևոր հարթակը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքան այժմի համար ցտեսություն։